կաթողիկոսի անունն են բարձր արտահայտում, դրան դուրս են հրավիրում, ձեզ համար այս վարքագիծը ընդունելի է, սա ժողովրդավարության մասին։ Ներողություն եմ խնդրում, ժողովրդավարությունը եկեղեցում պատարագի ժամանակ բղավելն է։ Այդ դեպքում ինչու է կաթողիկոսի անունը զեղչվել։ Ինչու է։ Ասում եմ, դրա պատասխանը վարչապետը տվել է, իսկ ինչ վերաբերում է եկեղեցում բղավելուն, թեկուզ ամենալավ բղավոցը, թեկուզ առանձին աղոտ բղավելը, Ըստեյության իշխանությունը այստեղ չկարողացավ իր սցենարով պատարակ կազմակերպել։ Ինչն է իշխանության սցենարները։ Պարտադրված էր այլ թեմից հոգևորական հետը բերել, սա թերևս աննախադեպ է շրջիկ հոգևորականով պատարակի գալը, ինչպես կմեկնաբանեք Շիրակցի 24 հոգևորական։ Իսկ ով ասեց, որ ինչ-որ սցենար կա, ձեզ դուք անընդհատ, ձեզ թվում է, չէ, մի րոպե։ Ձեզ ինչ-որ թվում է, այտենց ինչ-որ A4 ֆորմատի թղթի վրա կամ A3 ֆորմատի վրա գրած ինչ-որ սցենար կա, որով տենց հիմա նայում ենք, ասում ենք, հիմա դու սա կասես, ոչ, սա հավատքին, լսեք, սա հավատքին վերաբերվող գործընթաց է եւ հա ցանկություն կա որ սենս լինի, ցանկություն կա միգուցե կարող է լինի որ նենց լինի, բայց իրականությունը, այն իրականությունը այլը կարող է լինել։ Այսինքն ինչ ենք ուզում դրանով արձանագրենք։ Ենթադրենք ձեր հարցի պատասխանը այո է կամ ենթադրենք ձեր հարցի պատասխանը ոչ է։ Եվ կանեք որ Շիրակում մնա 29 Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն մայր թոր էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարակը, դա իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին։ Ես կարծում եմ, որ եկել է ժամանակ այնտեղ անցկացնել։ Իսկ նորմալ է, որ օրինակ Հանի ջան, դուք հարցնեք։ Շնորհակալություն։ Շողոպ Այնտեղ